Գլուխ 8. Հմայաթուրմերի վարպետը։ Նայիր այն կողմը, որ կողմը, կարմիր մազերով այն բարձրահասակ տղայի կողքին է, ակնոցովը, տեսար նրա դեմքը, սպին տեսար, շշուկներն ուղեկցում էին Հարիին, սկսած այն պահից, երբ հաջորդ օրը դուրս էր եկել ննջասենյակից։ Դասամիջոցներին աշակերտները հերթ էին կանգնում, որ թաթերին կանգնած, նայեն նրան կամ նորից էին կողքով անցնում, որ կարողանան ևս մեկ անգամ ուշադիր զննել։ Հարին սա առանձնապես դուր չէր գալիս, որովհետև խանգարում էր կենտրոնանալ ու ճիշտ դասասենյակները գտնել։ Հոգվորտսում 142 սանդուղք կար, մեծ ու լայն, նեղ ու խախուտ սանդուղքներ։ Կային սանդուղքներ, որ ուրբաթ օրերն այլ տեղ էին տանում։ Կային և այնպիսիք, որոնց աստիճաններից մեկն անհետանում էր, նախքան կհասցնեիր ցատկել հաջորդի վրա։ Կային դռներ, որոնք չէին բացվում, մինչև քաղաքավարի չխնդրեիր կամ խուտուտ չտայիր ճիշտ այնտեղ, որտեղ պետք էր։ Դռներ էլ կային, որ բոլորովին դռներ չէին, այլ ամուր պատեր, թեև դուռ էին ձևանում։ Նաև շատ դժվար էր հիշել, ինչը որտեղ էր, որովհետև ամեն ինչ տեղաշարժվում էր։ Նկարների մարդիկ իրար հյուր էին գնում։ Հարին վստահ էր, որ անգամ զենք ու զրահներն էին ինքնուրույն քայլում։ Ուրվականներից բացարձակ օգուտ չկար։ Ուղղակի անտանելի էր, երբ նրանցից մեկն ու մեկը անսպասելի ներս էր սահում, երբ փորձում էին դուռը բացել։ Գրեթե անգլուխ Նիքը միշտ պատրաստ էր օգնելու նորեկ գրիֆինդորցիներին ճիշտ ճանապարհը գտնել, բայց Փիվս Փոլթերգայստը երկու կողպած դուռ արժեր ու մի խորամանկ սանդուղք, եթե դասից ուշանալիս դիմացդ էր կտրում։ Կարող էր աղբամանը նետել գլխիդ, կավճի կտոր տանք շաղ տալ վրադ, կամ հետևիցդ աննկատ մոտենալով քիթդ քաշեր ու ծղրտար. «Քիթդ բուրըս»։ Փիվզից վատ, եթե նման բան իհարկե հնարավոր էր, Արգուս Ֆիլչն էր, պահակը։ Հարին ու Ռոնը գալու հենց առաջին օրը նրա հետ թարսվեցին։ Ֆիլչը նրանց բռնեցրեց, երբ փորձում էին մտնել մի դռնով, որը, ինչպես հետո պարզվեց, երրորդ հարկի արգելված տարածքի մուտքի դուռն էր։ Նա չհավատաց, որ տղաները մոլորվել էին, և համոզված էր, որ դիտավորյալ էին ուզում մտնել այդ դռնով։ Արդեն սպառնում էր երկուսին էլ փակել գետնահարկում, երբ հայտնվեց պրոֆեսոր Քվիրելը ու փրկեց նրանց։ Ֆիլչը տիկին Նորիս անունով մի կատու ուներ։ Նիհար կենդանի էր, լամպեր հիշեցնող դուրս պրծած աչքերով։ Նա միայնակ հսկում էր միջանցքները։ Բավական էր մի կանոն խախտեիր, ոտքիդ մատը գծից մի քիչ այն կողմ դնեիր, և կատուն սլանում էր Ֆիլչի հետևից, որը 2 վայրկյան անց փնչալով վրա էր հասնում։ Դպրոցի գաղտնի անցուղիները Ֆիլչը բոլորից լավ գիտեր, թերևս բացառությամբ Վիզլի երկվորյակների, և կարող էր ցանկացած ուրվականից ավելի անսպասելի դիմացդ կտրել։ Աշակերտներն ատում էին նրան, և շատերի ամենանվիրական ցանկությունն էր տիկին Նորիսին մի լավ աքացի հասցնել։ Երբ վերջապես գտնում էիր դասարանիդ տեղը, սկսվում էին դասերի դժվարությունները։ Կախարդությունը շատ ավելին էր, քան պարզապես փայտիկը թափահարելն ու մի քանի տարօրինակ բառեր արտասանելը։ Ամեն չորեքշաբթի կեսգիշերին պետք է հեռադիտակով ուսումնասիրեին գիշերային երկինքը, սովորեին տարբեր աստղերի անուններն ու հետևեին մոլորակների շարժմանը։ Շաբաթական 3 անգամ գնում էին դղյակի հետևի ջերմոցներն ու բուսագիտություն ուսումնասիրում կարճլիկ մի վհուկի, պրոֆեսոր Սփրաութի մոտ, որը սովորեցնում էր ինչպես խնամել զանազան բույսեր ու սնկեր և բացատրում դրանց կիրառությունը։ Անկասկած, ամենաձանձրալի դասը կախարդության պատմությունն էր, առարկաներից միակը, որ ուրվական էր դասավանդում։ Պրոֆեսոր Բինզն արդեն շատ ծեր էր,
երբ մի օր քնել մնացել էր ուսուցչանոցի բուխարու կողքին։ Իսկ առավոտյան գնացել էր դասի, մարմինը մոռանալով ուսուցչանոցում։ Բինզը միապաղաղ ձայնով կարդում, իսկ աշակերտները տետրերում խզբզում էին անուններ ու թվեր։ Էմերիկ չարակազմին շփոթելով Ուրիկ զարմանատեսի հետ։ Հմայություններ դասավանդում էր պրոֆեսոր Ֆիլդվիքը, անհավատալի փոքրամարմին մի կախարդ։ Աշակերտներին տեսնելու համար նա ստիպված էր գրքերն իրար վրա շարել ու բարձրանալ վրան։ Երբ առաջին դասին սկսեց ներկա բացակա անել ու հասավ Հարիի անվանը, հուզված մի ծվոց արձակեց և իր բարձունքից գլխի վայր ընկնելով տեսադաշտից կորավ։ Պրոֆեսոր Մակգոնագոլը բոլորից տարբեր էր։ Հարին իրավացի էր, երբ նրան տեսնելով ենթադրել էր, որ չարժեր նրան հակառակվել։ Նա խելացի էր ու խիստ, և հենց առաջին դասին բոլորին զգուշացրեց. կերպարանափոխությունն ամենաբարդ ու վտանգավոր առարկան է, որ սովորելու եք Հոգվորտսում։ Նա, ով մտադիր է իմ դասին իզուր ժամանակ վատնել, կհեռացվի և այլևս հետ չի գա։ Ահա, զգուշացրի ձեզ։ Հետո նա իր սեղանը խոզ դարձրեց, ապա կրկին սեղան։ Բոլորը սաստիկ տպավորվեցին և անհամբեր սպասում էին, որ դասը սկսեն, սակայն շուտով հասկացան, որ դեռ երկար ժամանակ չէին կարողանալու սեղանները զանազան կենդանիների վերածել։ Բազմաթիվ բարդ գրառումներ կատարելուց հետո ստացան լուցկու մեկական հատիկ, որը պետք է ասեղ դարձնեին։ Դասն ավարտվեց, և միայն Հերմայոնի Գրեյնջերին հաջողվեց իր լուցկու հատիկը մի փոքր փոխել։ Պրոֆեսոր Մակգոնագոլը բոլորին ցույց տվեց Հերմայոնիի լուցկին, որն արծաթագույն էր դարձել ու սրվել, և Հերմայոնին արժանացավ նրա հազվագյուտ ժպիտին։ Դասը, որին բոլորն անհամբեր սպասում էին, մութ ուժերից պաշտպանությունն էր։ Քվիրելի դասերը, սակայն, անլուրջ բան դուրս եկան։ Նրա սենյակից Սխտորի ուժեղ հոտ էր փչում։ Ասում էին, Սխտորը հատուկ նպատակով էր պահում վամպիրներից պաշտպանվելու համար։ Ռումինիա եղած ժամանակ Քվիրելը հանդիպել էր նրանցից մեկին և հիմա վախենում էր, որ ցանկացած պահի կարող է գալ իր հետևից։ Քվիրելն ասում էր, որ գլխի փաթոցն իրեն տվել է աֆրիկացի մի արքայազն, ի նշան երախտագիտության, որ Քվիրելն ազատել էր նրանց անհամ մի զոմբիից։ Բայց ճիշտն ասած, աշակերտներն այնքան էլ չէին հավատում այս պատմությանը։ Օրինակ, երբ Շեյմուս Ֆինիգանը շատ խնդրեց նրան պատմել, թե ինչպես է հալածել զոմբիին, Քվիրելը կարմրեց ու սկսեց եղանակից խոսել։ Մյուս կողմից, բոլորն էլ նկատել էին, որ Քվիրելի գլխանոցից միշտ ինչ-որ տարօրինակ հոտ էր գալիս։ Վիզլի երկվորյակները պնդում էին, որ այն նույնպես լեփ-լեցուն էր Սխտորի պճեղներով։ Այնպես, որ Քվիրելը ուր էլ գնար, պաշտպանված էր։ Հարին մի փոքր հանգստացավ, երբ հասկացավ, որ ինքը մյուսներից առանձնապես հետ չէր մնում։ Աշակերտներից շատերն էին մագլների ընտանիքներից, և նրանք էլ իր նման չէին կասկածել, որ իրենք կախարդներ ու վհուկներ են։ Այնքան բան կար սովորելու, որ նույնիսկ Ռոնի պես աշակերտները որևէ առավելություն չունեին։ Ուրբաթ օրը Հարի և Ռոնի համար կարևոր օր էր։ Վերջապես կարողացան առանց գեթ մեկ անգամ մոլորվելու գտնել մեծ դահլիճի ճանապարհը, որտեղ նախաճաշելու էին։ Այսօր ի՞նչ դաս ունենք, Շիլայի մեջ շաքար ավելացնելով հարցրեց Հարին։ 2 ժամ հմայաթուրմերի դաս սլիդերինցիների հետ, ասաց Ռոնը։ Սնեյփը Սլիդերինի հոսքի ղեկավարն էր։ Ասում են, միշտ նրանց կողմն է բռնում։ Այսօր կիմանանք, ճիշտ են ասում, թե ոչ։ Ափսոս Մակգոնագոլը մեր կողմից չէ, ասաց Հարին։ Պրոֆեսոր Մակգոնագոլը Գրիֆինդորի ղեկավարն էր, բայց դա չէր խանգարել, որ նախորդ օրը նա մի բեռ տնային առաջադրանք տար գրիֆինդորցիներին։ Հենց այդ ժամանակ բվերը փոստը բերեցին։
Հարին սրան արդեն վարժվել էր, թեև առաջին անգամ շատ էր զարմացել, երբ նախաճաշի ժամանակ բվերը հանկարծ ներս են լցվել մեծ դահլիճ ու պտտվել սաղանների վրա, մինչև գտել էին իրենց տերերին և նամակներն ու փաթեթները նրանց գոգը նետել։ Հեդվիգը Հարին դեռ ոչինչ չէր բերել։ Երբեմն թռչում գալիս էր, որպեսզի կծի Հարի ականջն ու մի կտոր բոված հաց համտեսի։ Նախքան կգնար բվանոց ընկերների հետ քնելու, բայց այդ առավոտ նա վայրեջք կատարեց դոնդողի ու շաքարամանի մեջտեղում և մի գրություն նետեց Հարիի ափսեի մեջ։ Հարին իսկույն բացեց գրությունը, որի մեջ անասելի փնթի ձեռագրով խզբզած էր. «Սիրելի Հարի, գիտեմ, որ ուրբաթ օրերը դասերից հետո ազատ ես։ Ժամը 3-ի կողմերը չես գա ինձ հետ թեյ խմելու։ Ուզում եմ ամեն ինչ պատմես դպրոցում անցկացրած քո առաջին շաբաթվա մասին։ Պատասխանդ Հեդվիգի հետ ուղարկիր։ Հագրիդ»։ Հարին վերցրեց Ռոնի փետրագրիչն ու նամակի հետևի կողմում խզբզեց. «Սիրով կհանդիպենք» ու Հեդվիգին նորից հետ ուղարկեց։ Ուղղակի բարեբախտություն էր, որ Հարին Հագրիդի մոտ թեյի էր հրավիրված, որովհետև այդ օրվա հմայաթուրմերի դասն ամենավատ բանն էր, որ երբևէ պատահել էր նրա հետ։ Հանդիսավոր ընթրիքին Հարին թվացել էր, որ ինքը պրոֆեսոր Սնեյփին դուր չէր եկել։ Երբ նրա հետ առաջին դասն ավարտվեց, Հարին հասկացավ, որ սխալվել էր։ Այդ մարդն իրեն ուղղակի ատում էր։ Սնեյփի դասերն անցկացնում էին գետնահարկում։ Այնտեղ ավելի ցուրտ էր, քան մյուս հարկերում, և առանց պատերի տակ շարված անոթների մեջ լող տվող սատկած կենդանիների էլ բավականին տհաճ վայր էր։ Սնեյփն էլ Ֆիլդվիքի նման դասը սկսեց ներկա-բացակա անելով, և նա էլ, ինչպես Ֆիլդվիքը, Հարիի անունը կարդալով կանգ առավ։ «Ախ, այո», զոր տվեց նա, «Հարի Փոթերը, դպրոցի նոր աստղը, Դրակո Մալֆոյը և նրա ընկերները Քրեբն ու Գոյլը»։ Բերանները բռնած խնվնդացին։ Սնեյփը վերջացրեց ներկա-բացակա անելն ու նայեց դասարանին։ Նրա աչքերը Հագրիդի աչքերի պես սև էին, բայց զուրկ նրա հայացքի ջերմությունից։ Սառն ու դատարկ աչքեր էին, և դրանց նայելիս սկսում էիր մութ թունելների մասին մտածել։ «Դուք բոլորդ այստեղ եք, որպեսզի սովորեք հմայաթուրմերի դժվարին գիտությունն ու ճշգրիտ արվեստը», սկսեց Սնեյփը։ Գրեթե շշուկով էր խոսում, բայց նստածները ոչ մի բառ բաց չթողեցին։ Պրոֆեսոր ՄակԳոնագոլի նման Սնեյփն էլ օժտված էր լսարանն առանց ջանքերի լուռ պահելու ձիրքով, քանի որ մեր գործում փայտիկն անմտորեն թափահարելու անհրաժեշտություն չկա։ Ձեզանից շատերն անգամ չեն հավատա, որ սա նույնպես կախարդանք է։ Չեմ ակնկալում, որ ձեզ իսկապես հասու լինի մարմանդ եռ եկող կաթսայի գեղեցկությունն ու ցոլցլացող գոլորշիներով կամ մարդկային երակներով վեր սողացող հեղուկների աներևույթ զորությունը, որը կարող է թովել միտքն ու բանականությունը ծուղակը գցել։ Ես ձեզ սովորեցնելու եմ, ինչպես սրվակի մեջ ամփոփել համբավն ու փառք եփել, անգամ մահը խցանով փակել, եթե իհարկե դուք տխմարների ստվար բազմություն չեք, ինչպիսին սովորաբար լինում են նրանք, ում ստիպված եմ դասավանդել։ Այս կարճ ելույթին հաջորդեց լռություն։ «Փոթեր», անսպասելի ասաց Սնեյփը։ «Ինչ կստանամ, եթե Ասփոդելոնի արմատների փոշուն Օշենդրի թուրմ ավելացնեմ»։ «Ինչի թուրմ, ինչի փոշի»։ Հարին նայեց Ռոնին, որը նույնքան շփոթված տեսք ուներ։ Հերմայոնիի ձեռքը արդեն ճեղքում էր օդը։ «Չգիտեմ, սըր», ասաց Հարին։ Սնեյփի շուրթերը ծռվեցին հեգնական ժպիտով։
Ակնհայտորեն փառքը դեռ ամեն ինչ չէ։ Հերմայոնի ձեռքը նա չնկատելու տվեց։ Մեկ անգամ էլ փորձեք, Փոթեր։ Եթե ձեզ ասեմ, որ ինձ բեզոար է հարկավոր, որտեղ կփնտրեք։ Հերմայոնին, որքան դա հնարավոր էր, առանց տեղից բարձրանալու ձեռքն առաջ ձգեց։ Հարին գաղափար անգամ չուներ բեզոարն ինչ է։ Մալֆոյը, Քրեբը ու Գոյլը ծիծաղից թուլացել էին, բայց Հարին աշխատում էր նրանց կողմը չնայել։ Չգիտեմ, սըր։ Մտածել ես, որ կարիք չկա մինչև այստեղ գալդ դասագրքերը թերթել, հա, Փոթեր։ Հարին ստիպեց իրեն, որ շարունակի ուղիղ նայել Սնեյփի սառն աչքերի մեջ։ Դրզլիների տանը նա աչքի էր անցկացրել գրքերը, բայց միթե Սնեյփը կարծում էր, որ ինքը կարող էր հիշել այն ամենը, ինչ գրված է 1001 կախարդական դեղաբույս ու սունկ դասագրքում։ Սնեյփը շարունակում էր անտեսել Հերմայոնի թրթռացող ձեռքը։ Ինչ տարբերություն, Փոթեր, ընձախոտի և բիշի միջև։ Այս անգամ Հերմայոնին ոտքի կանգնեց, ձեռքն արդեն դեպի առաստաղը ձգելով։ Չգիտեմ, ասաց Հարին։ Ինձ թվում է, Հերմայոնին գիտի, ինչու չեք ուզում նրան հարցնել։ Աշակերտներից մի քանիսը ծիծաղեցին։ Հարին նայեց Շեյմուսին։ Վերջինս աչքով արեց։ Սնեյփին դուր չեկավ Հարիի պատասխանը։ Տեղդ նստիր, կոպիտ ասաց նա աղջկան։ Ասեմ իմանաս, Փոթեր, որ ասփոդելոնից ու օշինդրից հզոր քնաբեր են պատրաստում, որ կենդանի մեռելների ըմպելիք է կոչվում։ Բեզոարը քար է, որ հանում են այծի ստամոքսից։ Այն կարող է մարդուն գրեթե բոլոր թույներից փրկել։ Ինչ վերաբերում է ընձախոտին ու բիշին, դրանք նույն բույսն են ու հայտնի է նաև ակոնիտ անվամբ։ Դե, ինչու ասած ներս գրի չեք առնում։ Բոլորը սկսեցին մագաղատ ու գրիչ փնտրել։ Համընդհանուր իրարանցման մեջ Սնեյփը հայտարարեց. Իսկ հանդգնության համար, Փոթեր, Գրիֆինդորը մեկ միավոր կկորցնի։ Դասը շարունակվում էր։ Գրիֆինդորի վիճակը գնալով ծանրանում։ Սնեյփը բոլորին զույգերի բաժանեց ու հանձնարարեց չիբանները բուժող հասարակ թուրմ պատրաստել։ Երկար սև թիկնոցը հագին նա շրջում էր դասարանով ու հետևում, ինչպես են աշակերտները կշռում, չորացած եղինջն ու օձի ժանիքները փշրում, քննադատելով գրեթե բոլորին, բացի Մալֆոյից, որը կարծես նրա դուրը եկել էր։ Սնեյփը բոլորին առաջարկում էր նայել, թե Մալֆոյն ինչ վարպետությամբ է մարմանդ կրակին շոշափուկավոր խխունջները եփում, երբ հանկարծ սենյակը լցվեց կծու կանաչ ծխի ամպով և ուժեղ թշշոց լսվեց։ Նևիլը, ինքն էլ չհասկացավ ինչպես, Շեյմուսի կաթսան վերածել էր տձև մի առարկայի, որի միջից նրանց պատրաստած հմայը թուրմը ծորում էր քարե հատակին ու անցքեր բացում աշակերտների կոշիկների մեջ։ Մի քանի վայրկյանում ամբողջ դասարանը բարձրացավ աթոռներին, իսկ Նևիլը, որը ոտքից գլուխ թրջվել էր վրան շրջված կաթսայի հեղուկով, ցավից տնքում էր, իսկ ձեռքերն ու ոտքերը ծածկվել էին բորբոքված կարմիր բշտերով։ «Տխմար», գոռաց Սնեյփը, և փայտիկը մեկ անգամ թափահարելով չորացրեց գետնին թափված թուրմը։ Երևի մացարախոտի փշերը նախքան կաթսան կրակից վերցնելն ավելացրիր, հա։ Նևիլը հեծ կլտաց։ Հիմա էլ քթին էին սկսել չիբաններ հայտնվել։ Տարեք նրան հիվանդանոց։ Շեյմուսի կողմը փշտացրեց Սնեյփն ու անսպասելի հարձակվեց Հարիի ու Ռոնի վրա, որոնք աշխատում էին Նևիլի կողքին։ Դու, Փոթեր, ինչու չզգուշացրիր նրան, որ փշերը չավելացնի, թե կարծում էիր նրա անհաջողության ֆոնին շահեկան վիճակում ես հայտնվելու։ Քո մեղքով Գրիֆինդորը ևս մեկ միավոր է կորցնում։ Սա արդեն այնքան անարդար էր, որ Հարին բերանը բացեց, որ առարկի,
բայց Ռոնը կաթսայի հետևից ոտքով կամաց խփեց նրան։ «Մի շարունակիր», մրթմրթաց նա։ Ասում են, Սնեյփը կարող է ուղղակի անտանելի լինել։ Երբ մեկ ժամ անց գետնահարկից դուրս էին գալիս, անհանգիստ մտքերից Հարի գլուխն ուղղակի պայթում էր։ Շատ անտրամադիր էր, դեռ առաջին շաբաթն էր, բայց իր պատճառով Գրիֆինդորն արդեն 2 միավոր կորցրել էր։ Ինչու էր Սնեյփն իրեն այդպես ատում։ «Քիթդ մի կախիր», ասաց Ռոնը։ Սնեյփը Ֆրեդին ու Ջորջին էլ միշտ միավորներից զրկում է։ Կարող եմ ես էլ հետդ Հագրիդի մոտ գալ։ 3-ից 5 պակաս նրանք տղյակից դուրս եկան, որպեսզի գնան Հագրիդին տեսնելու։ Հագրիդն ապրում էր փայտաշեն տնակի մեջ, արգելված անտառի բերանում։ Մուտքի դռան մոտ դրված էին որսորդական աղեղ ու մի զույգ կրկնակոշիկ։ Երբ Հարին դուռը ծեծեց, ներսից լսվեցին կատաղի ճանկռտոց ու բարձր հաչոց, հետո թնդաց Հագրիդի ձայնը։ «Հետ, Ժանիկ, հետ»։ Դուռը բացվեց, դռան ճեղքից երևաց Հագրիդի փրչոտ խոշոր դեմքը։ «Մի րոպե», ասաց նա։ «Հետ, Ժանիկ»։ Հագրիդը նրանց ներս թողեց, ջանալով ձեռքից բաց չթողնել հսկա որսաշան վզնոցը։ Ներսում ընդամենը մեկ սենյակ էր։ Առաստաղից կախված էին խոզապուխտի կտորներ ու փասյաններ, բայց կրակին բլբլթում էր պղնձե թեյնիկը, որի անկյունում դրված էր հսկա մահճակալը, ծածկված գույնզգույն մգդակած վերմակով։ «Զգացեք, ինչպես ձեր տանը», ասաց Հագրիդը Ժանիկին արձակելով։ Շունը վազեց ուղիղ Ռոնի կողմն ու սկսեց նրա ականջները լիզել։ Իր տիրոջ նման Շունն էլ այնքան սարսափելի էր, որքան թվում էր։ «Սա Ռոնն է», ասաց Հարին Հագրիդին, որը նախ եռացրած ջուր լցրեց մեծ թեյամանի մեջ, ապա ջրով ու մշկընկույզով բլիթներ դրեց ափսեի մեջ։ «Եվս մեկ Վիզլի, հա», ասաց նա Ռոնի պեպեններին նայելով։ «Կյանքիս կեսն անց եմ կացրել երկվորյակ եղբայրներիդ արգելված անտառից քշելով»։ Ռոնն ու Հարին մանրամասն պատմեցին Հագրիդին իրենց առաջին դասերի մասին, ձևացնելով, որ հաճույքով ուտում են քարի պես չոր բլիթները։ Չնայած քիչ էր մնում ատամները կոտրեին։ Ժանիկը գլուխը դրել էր Հարիի ծնկանն ու ոտից գլուխ թքոտել նրան։ Տղաները շատ ուրախացան լսելով, ինչպես է Հագրիդը Ֆիլչին ողորմելի բիձա անվանում։ Ինչ վերաբերում է տիկին Նորիսին, կատվին, երբեմն նրան շանս Ժանիկի հետ ծանոթացնելու մեծ ցանկություն եմ ունենում։ Գիտեք չէ, ամեն անգամ, երբ ոտքս դպրոց եմ դնում, ամենուր հետևում է ինձ։ Ֆիլչի արածն է։ Հարին պատմեց Հագրիդին Սնեյփի դասի մասին։ Հագրիդն էլ Ռոնի նման ասաց, որ Հարին չանհանգստանա։ Սնեյփն աշակերտներից գրեթե ոչ մեկին էլ չէր սիրում։ Ինձ թվաց, նա ուղղակի ատում է ինձ։ Հիմարություն, ասաց Հագրիդը։ Ինչու պիտի ատի։ Հարին թվաց, որ այս խոսքերն ասելիս Հագրիդը խուսափում էր նրա աչքերի մեջ նայելուց։ Ինչպե՞ս է Չարլի եղբայրդ, նրան շատ եմ հավանում, հարցրեց Հագրիդը Ռոնին։ Կենդանիներից լավ է գլուխ հանում։ Գուցե Հագրիդը դիտավորյալ փոխեց խոսակցության թեման։ Մինչ Ռոնը Հագրիդին պատմում էր, թե ինչեր էր արել Չարլին վիշապների հետ, Հարին սեղանից վերցրեց թերթի մի կտոր, որ մնացել էր թեյամանի ծածկոցի տակ։ Daily Profit-ից էր կտրված։ Կողոպուտ Գրինգոտսում։ Շարունակվում է հուլիսի 31-ին Գրինգոտսում տեղի ունեցած կողոպուտի հետաքննությունը, որը շատերի կարծիքով սև կախարդների կամ անհայտ վհուկների ձեռքի գործն է։ Գրինգոտսի գոբլիններն այսօր հաստատեցին, որ գողերը ոչինչ չեն վերցրել։ Պահախուցը, ուր նրանց հաջողվել էր թափանցել, նույն օրը ավելի վաղ արդեն դատարկել էին։ Չենք կարող հայտնել, ինչ կար այնտեղ, այնպես որ քթներդ մի խոթեք այս գործի մեջ, եթե ձեր լավն ու վատը գիտեք, ասել է Գրինգոտսի գոբլինների ներկայացուցիչը այսօր կեսօրին։ Հարին հիշեց,
Ռոնը դեռ գնացքում պատմում էր իրեն, որ ինչ-որ մեկը փորձել է Գրինգոտսը կողոպտել, բայց Ռոնն ամսաթիվը չէր նշել։ «Հագրիդ», ասաց Հարին, «Գրինգոտսի դեպքը տեղի է ունեցել իմ տարեդարձի օրը։ Հնարավոր է դա պատահել է այն ժամանակ, երբ մենք այնտեղ էինք»։ Կասկած չկար, այս անգամ Հագրիդն իսկապես խուսափում էր Հարին նայելուց։ Նա ինչ-որ բան քրթմնջաց, ու Հարին ևս մի բլիթ առաջարկեց։ Հարին նորից կարդաց թերթում գրվածը։ Պահախուցը, ուր նրանց հաջողվել էր թափանցել, նույն օրը ավելի վաղ արդեն դատարկել էին։ Հագրիդը դատարկել էր 713-րդ պահախուցը, եթե իհարկե այն ոչ մեծ կեղտոտ փաթեթը վերցնելը պահախուցը դատարկել էր նշանակում, իսկապես դա էր գողերի փնտրածը։ Երբ Հարին ու Ռոնը վերադառնում էին դղյակ ճաշելու, երկուսի գրպաններն էլ կախ էին ընկել բլիթների ծանրությունից, որոնցից քաղաքավարությունից դրդված չկարողացան հրաժարվել։ Հարին մտածում էր, որ մինչև հիմա տեղի ունեցած դասերից ոչ մեկը նրան այնքան մտահոգություն չէր պատճառել, որքան Հագրիդի հետ թեյ խմելը։ Արդյոք Հագրիդը հասցրել էր փաթեթը ճիշտ ժամանակին վերցնել պահախցից, որտեղ էր այն հիմա, եւ արդյոք Հագրիդը Սնեյփի մասին ինչ-որ բան գիտեր, բայց չէր ցանկանում Հարիին ասել։